Մենք շարունակում ենք մեր ընթացքը, իհարկե շատերը մակերեսորեն, շատերը ավելի խորքային տեղեկատվություն ունեն այս կարևոր թեմայի մասին։ Հիմա մանրամասը ներկայացնենք եւ օգտագործելով առաջիկա րոպեները մենք նույնպես մաքսիմալ միանանք ու մասը կազմենք հետաքրքիր տեղեկատվական արշավի։ Սույն թվականի հոկտեմբերի 7-ից 27 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ակադեմիական քաղաք հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է լայնածավալ տեղեկատվական արշավ Հայաստանի 14 քաղաքներում։ Թե ինչպես է ընթանալու արշավը եւ ինչ նախագծեր ու նախաձեռնություններ արդեն իրականություն են դարձել, կիմանանք հենց հիմա մեր հյուրերից։ Մեր տաղավարում են ակադեմիական քաղաք հիմնադրամի ճարտարապետ Աստղիկ Դանիելյանը, ողջույն։ Ողջույն։ Եվ արվեստների ուղղության համակարգող Մարիաննա Աճեմյանը, ողջույն։ 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 Շնորհակալ ենք առավոտը շնորհակալություն հյուրընկալելու համար։ Մեզ հետ սկսելու համար եւ ակադեմիական քաղաք։ Ինչ ասել է ակադեմիական քաղաք, որովհետեւ ինչպես Հայկը նշեց, շատերի մոտ երևակայությունն է առաջին արթնանում եւ իրենց պատկերացրած ակադեմիական քաղաքն են պատկերացնում։ Նախ ասենք, որ ակադեմիական քաղաքը Հայաստանի ամենահավակնոտ եւ ամենամեծ կրթական նախաձեռնություններից է։ Եվ այն պարզապես քաղաք չէ, այլ համազգային նշանակության ռազմավարական կենտրոն է, որը նպատակ ունի կրթության, գիտահետազոտության եւ գիտահենք տնտեսության զարգացման միջոցով ձևավորել կայուն ազգային ներուժ եւ պարզապես այն համալսարանական քաղաք չէ, այն եւ գիտության եւ կրթության կենտրոն է, որը կհամախմբի առաջատար համալսարաններ, ուսանողական աշխույժ կենտրոններ, որը ամենակարևորն է, եւ նաեւ ներդրողներ, համաշխարհային տարբեր նորարարական լաբորատորիաներ, այն ամենը, ինչ հնարավորություն կտա ստեղծելու համաշխարհային կրթության չափանիշներին համապատասխան, բարձրագույն կրթության չափանիշներին համապատասխան կենտրոն։ Եվ մենք ի վերջո հասանք որոշակի փուլի ու որոշեցինք 20 օր շարունակ ծավալել, այսպես լայնամասշտաբ տեղեկատվական արշավ, որ փուլում ենք եւ ուր ենք ուզում այս արշավով հասնել նաեւ։ Քանի որ արդեն 2 տարի շարունակ մենք շատ ակտիվ աշխատում ենք այս պրոյեկտի վրա եւ իրականում շատ բան է տեղի ունեցել եւ շատ պատմելու բան ունենք արդեն։ Ընթացքում փորձում էինք որոշակի տեղեկատվություն փոխանցել, բայց հասկացանք, որ տետատետ շփման կարիք ունենք եւ շատ մեծ հաճույքով գնում ենք տարբեր մարզեր, արդեն սկսել ենք, ինչպես նշեցիք, հոկտեմբերի 7-ից եւ հանդիպում ենք մարզի ժողովրդին, պատմում ծրագրի մասին, բոլոր մանրամասները, շատերը նույնիսկ չեն լսել երբեք ծրագրի մասին, այսինքն մենք 0-ից իրենց ներկայացնում ենք ամեն ինչ եւ շատ լավ արձագանքներ ենք ստանում, որտեղ մարդիկ իրոք հետաքրքրված են, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Առաջին կարևորագույն գաղափարն այն է, որ մենք բոլորս ենք սա ստեղծելու, ոչ թե ստեղծվելու է եւ հետո կարողանալու ենք բոլորով օգտագործել, այլ բոլորով պետք է համախմբված աշխատենք պրոյեկտի իրականացման վրա։ Եվ շատ ոգևորիչ է, որ եւ ապագա մեր ուսանողները, բավական լավ հետաքրքրված են եւ կրթության իրենց ապագայի վերաբերյալ եւ որակյալ կրթություն ստանալու հետ կապված եւ շատ ուրախալի է, որ իրենք են ապագան, որը լինելու է հենց ապագա ուսանողները ակադեմիական քաղաքի, որ արդեն բավական լավ պատկերացնում են, թե ինչ է նշանակում միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն եւ ուզում են այդ ամենի մասը կազմել։ Դա ամենաոգևորիչն էր, որովհետեւ այդուհանդերձ ակադեմիական քաղաքը ուսանողակենտրոն է եւ ուշադրության կենտրոնում հենց ուսանողներն են եւ նրանց որակյալ եւ միջազգային ստանդարտին համապատասխան կրթություն փոխանցելն է։ Իրականում շատ ճիշտ նշեցիք, բոլորի ջանքերով պետք է ստեղծվի, որովհետև այո, ուսանողներն են այդտեղ սովորելու եւ մեր վաղվա ապագան են նրանք լինելու, բայց միևնույն է նույն ուսանողների ծնողները, նախկին ուսանողները, որոնք գուցե շահագրգռվեն եւ նոր մասնագիտական կողմնորոշում ստանան, եթե մի փոքր նաեւ արդեն օգտագործելով մեր հեռուստադիտողներին ներկայացնենք միջազգային փորձը ինչպիսին է, նմանատիպ ծրագրեր այլ երկրներում արդյոք իրականություն դարձել է, ինչ հաջողության պատմություններ կան եւ օրինակ են դարձել մեզ համար եւս։ Այո, միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ ու շատ երկրներում գնում են խոշորացման սկզբունքով, այսինքն հասկացել են, որ կառավարման տեսանկյունից, ծրագրերի բարելավման տեսանկյունից ավելի ճիշտ ճանապարհ է խոշորացված համալսարաններ ունենալ, քան մի քանի փոքրիկ համալսարան իրայից անկախ աշխատող։ Այսինքն ռեսուրսները ներդրում են մի ընդհանուր պրոյեկտի մեջ եւ իրար հետ համագործակցում են, ինչը շատ կարեւոր է։ Մեր շեշտադրեմ, որ մեր ծրագրի նաև կարևոր գաղափարներից մեկն այն է, որ համագործակցությունը պետք է խթանվի կրթության, գիտության եւ ինդուստրիայի ներկայացուցիչների միջև։
Այստեղ մի նուրբ թել կա, որի մասին ես իսկապես կցանկանայի խոսել, գաղտնիք չի, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր մարզերը իրենց բնակիչներով հանդերձ շատ տարբեր են։ Այս մարզը ունի իր յուրահատկությունը, իր առավելությունը, այս մարզը ունի իր ավանդական արժեքները կամ մտածողությունը, ապրելակերպը նույնիսկ։ Բնականաբար հասկանալի է, որ տեղեկատվական այս արշավը մի հսկական մեծ ձևաչափ է, որտեղ դուք նույնակերպ ներկայացնում եք բոլոր մարզերում։ Բայց արդյոք նախապես օրինակ որոշել եք հետաքրքրվել տվյալ մարզի առանձնահատկություններով եւ մի քիչ ձևաչափը փոխել եք, որպեսզի նրանց ավելի շահագրգռեք, ավելի հետաքրքրեք, թե նման մոտեցումներ չեն եղել։ Այս հարցը ես չէի կարող քննել, որովհետև իսկապես շատ տարբեր են մեր մարզերի բնակիչները։ Յուրաքանչյուր մարզ այցելելուց մենք ուսումնասիրում ենք, նայում ենք, քննարկում ենք, թե որը ավելի կհետաքրքրի, որովհետև ուսանողները տարբեր են եւ այլն։ Եվ մենք ամեն անգամ նրանց հետ շփվելուց համապատասխանաբար սկսում ենք հետաքրքրվել իրենց հետաքրքրություններով։ Դա ամենակարևորն է, բարձ շփումը, թե ինչն է հետաքրքրում այսօր մեր ուսանողներին, մեր ապագա եւ ապագա չէ, ներկա եւ ապագա աշակերտներին, ծնողներին, ինչով են նրանք անհանգստացած կամ ինչպիսի հարցեր են նրանց մոտ առաջանում ակադեմիական քաղաքի հետ կապված, որտեղ բնականաբար տարբեր են։ Եվ մենք փորձում ենք այդ բաց երկխոսության միջոցով արդեն նրանցից հենց տեղեկանալ, ինչ հարցեր իրենք ունեն, բացի այն, որ մենք ներկայացնում ենք արդեն ծրագիրը։ Այսպես ասած, ստեղծել ենք բաց երկխոսության ձևաչափ ներկայացնելու եւ քննարկելու։ Բայց մի բան կուզենամ նշել, մենք շատ հաճախ բոլորս նշում ենք, թե ինչքան տարբերություններ ունենք, բայց իրականում շատ էլ նմանություններ ունենք, ու առաջին նմանությունն է նա, որ բոլորս կարևորում ենք լավ կրթություն։ Այսինքն, այո, ուսումը։ Մենք բոլոր քաղաքներում դա տեսել ենք, թե ինչքան են մարդիկ կարևորում կրթությունը, ու դա մեզ համար ամենակարևոր, այսպես ասած, մեսիջն է։ Կետերից մեկն է։ Որ կանգառներում ենք արդեն հասցրել եւ պատմել ենք այս նախագծի մասին մինչ այսօր եւ որ քաղաքներն են, որ դեռ սպասում են ակադեմիական քաղաքի պլաններին ծանոթանալու։ Այս ընթացքում հասցրել ենք լինել Թալինում, Հրազդանում, Գորիսում, Կապանում, Եղեգնաձորում, Ալավերդիում, Նոյեմբերյանում։ Այսօր լինելու ենք Վանաձոր քաղաքում, վաղը կլինենք Գյումրիում։ Իսկ արդեն մի շաբաթ ամսի 22-ից սկսած կլինենք Իջևանում, Արմավիրում, Արտաշատում, Գավառում եւ արդեն այնտեղ էլ կներկայացնենք ծրագիրը։ Իսկ գոհ եք ակտիվությունից այցելուների, մեր համագյուղացիների, մարդկանց թափես ովքեր հետաքրքրվում են այս արշավով։ Գոհ ենք իրականում, որովհետև շատ տեղերում նկատում ենք, թե մարդիկ ինչ ոգևորություն ունեն եւ մասնակցում ենք քվիզեր ենք պատրաստել երեխաների համար, երեխաները շատ մեծ ոգևորությամբ են այդ քվիզերին մասնակցում եւ ծնողներից էլ, դասատուներից էլ ստանում ենք հարցեր, որոնք մեզ հուշում են, որ իրենք ունեն որոշակի հետաքրքրվածություն։ Ամենաշատ հնչող հարցի իրականում իսկ կլինի, իրագործվի, ու դա ինձ արդեն հուշում է, որ մարդիկ ուզում են, որ իրագործվի ու բառացի էլ ասում են, որ շատ լավ պրոյեկտ է, ձեզ հաջողություն եւ այլ եւ այլ։ Իսկապես սա շատ լավ ու կարևոր նախագիծ է, որը պետք է իրականություն դառնա բոլորիս ջանքերով, որովհետև մեր վաղվա ապագայի մասին է, վաղվա օրվա եւ ուսանողները մասնավորապես վստահ եմ շատ հետաքրքրված են լինելու, իսկ մենք շարունակելու ենք հետևել բոլոր նորություններին եւ պատմենք մեր հեռուստադիտողներին, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է սպասվում ակադեմիական քաղաքում։ Մանե եւ այս ամենը մեծ կարեւորություն ունի երկու տարբեր տարիքային խմբերի համար, մարդկանց, ովքեր դեռ նոր պիտի ընտրեն մասնագիտություն եւ վայելեն ուսանողությունը ու մասնագիտացվեն եւ մարդկանց ովքեր ավարտել են ուսանողական շրջանը, բայց արդեն գիտական որևէ աստիճաններին պետք է արժանանան, ելի շնորհիվ նաև ձեր առաջարկների եւ լայնամասշտաբ տեղեկատվական արշավի։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք։ Մինչ ամսի 27-ը բարով գնաք եւ հաջողությամբ ավարտեք ձեր արշավը։ Դուք մնացեք մեզ հետ, սիրելիներ, մենք շարունակում ենք Առավոտ լուսոն համեցեք։